ասում է ինձ համար միանշանակ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Դա ասում էր նաև 2018 թվականին, դա ասում էր 2019 թվականին, 2020 թվականի սեպտեմբերի 26-ից անգամ պատերազմից մի օր առաջ ասում էր չի լինելու պատերազմ, խաղաղություն է լինելու։ Ասում էր Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում, դա միանշանակ է։ Հիմա էլ միանշանակ ասում է, որ էլ պատերազմ չի լինելու, որովհետև կարծում է, եթե ինչ ուզում են տվել ենք, ինչ ուզում է տալիս է, ինչ ուզում են փոխեց, էլ չի լինելու պատերազմ։ Խաղաղություն մենակ մեզ չէ պետք, Ադրբեջանին էլ է պետք, իսկ իրենք ինչ են պատրաստ անել հանուն այդ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը ասում է, հողեր կտամ, սահմանադրություններ կփոխեմ, սաղ կանեմ, ամեն ինչ անում է Ալիևի հերթական, ես իմ որերորդ պահանջը կատարելու համար։ Ինչու՞։ Արդյոք խնդիրը մենակ խաղաղության վերնագրով թուղթն է, իսկ կարող է Ալիևի ձեռքին ինչ-որ բան էլ կա։ Օրինակ մտքից գալիս է Արայիկ Հարությունյանի չհրապարակված հարցազրույցը Բաքվում։ Այդ հարցազրույցից անոնս հրապարակվեց, 2 օր հետո սկսվեց Կիրանցի սահմանազատում կոչված պրոցեսը, հողեր, տներ, գյուղի կեսը հանձնվեց Ադրբեջանին։ Ու հարցազրույցը եթեր չգնաց։